Ամերիկյան դոլարը միջազգային մասշտաբով արժեզրկվում է։ Դրանով է պայմանավորված ոսկու և արծաթի միջազգային գների աննախադեպ և ռեկորդային աճը։ Տեղի է ունենում փախուստ դոլարից։ Սա ինչ-որ առումով հիշեցնում է սովետական ռուբլուց փախուստի ժամանակները։ ԱՄՆ նախագահ Տրամպը փորձում է փրկել իրավիճակը արտաքին ոչ ստանդարտ և ագրեսիվ քաղաքականություն իրականացնելով։ Վենեսուելայի, Իրանի, Գրենլանդիայի հետ կապված պատմությունները այս ամենի հետևանքն են։ Տրամպը փորձում է Չինաստանի հետ մրցակցության մեջ բեկում մտցնել և այդպիսի քայլերի է գնում։ Իսկ ինչ է սպասվում Հայաստանին։ Արդեն վերջին օրերին արձանագրվել է դրամի արժևորում դոլարի նկատմամբ։ Դա ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, քանի որ հարվածելու է արտահանողներին և տեղական արտադրությանը։ Հայաստանում Կենտրոնական բանկը հնարավորություն ունի միջամտելու այս իրավիճակին և թույլ չտալու փլուզումներ։ Առաջինը, Կենտրոնական բանկը կարող է և պետք է դոլար գնի շուկայից, քաշի դոլարը շուկայից և ստեղծի ներդրումային հիմնադրամ, որով կարող են էժան վարկեր տրամադրվել բիզնեսին, ինչը կբերի նաև վարկային ընդհանուր տոկոսադրույքի իջեցմանը։ Երկրորդը, Կենտրոնական բանկը կարող է գնված դոլարներով ոսկու պաշարները ավելացնել և, այսպես ասած, կայունացման ֆոնդ ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ Թե ինչ կանի Կենտրոնական բանկը, ցույց կտան մոտակա օրերը կամ շաբաթները։ Ամեն դեպքում արձանագրենք, որ տնտեսական փոթորիկներ են սպասվում դոլարի փլուզման շրջանակներում և պետք է ամեն ինչ անել, որպեսզի դիմագրավել այդ փոթորիկներին։